Ավելի հզոր մանիպուլյացիայի վարպետ քան Նիկոլ Փաշինյանը, որտեղ իրեն էլ են այդպես չաթոյի։ Ես կխնդրեմ կոռեկտ լինել, դուք խոսում եք մեր երկրի ղեկավարի մասին եւ ես չէ, ձեզ կոռեկտության կոչ կանեմ, ոչ, չի կարող եւ չի այդպեսի բազմաթիվ գնահատականներ կան։ Հիմա մենք ձեզ կոչանենք, որ քաղաքացու մանիպուլյացիա։ Ես վստահաբար կարող եմ պատասխանել, որ քաղաքացին ընդհանրապես իր նյութերի 90%-ը զբաղված է, լավ 90-ը չասեմ, ամեն դեպքում քանի որ գիտակ չի նաև կանաչապատման ոլորտի, բուսաբանության ոլորտի, իր նյութերից բուսաբանությանը, կանաչապատմանը վերաբերող նյութերի գրեթե 90%-ը մանիպուլացված են։ Ով է Մոսկվայի դիպլոմ ստացածը։ Հա, հասկացա, ում մասին է խոսքը։ Եթե որոշումը կայացվել է գիտական խորհրդի կողմից, ուրեմն դա այդպես։ Ես որևիցե կասկածի տեղիք չունեմ։ Հասկանում եք, եթե մարդուն, ասենք, վիրահատում են եւ որոշումը կայացել է, օրինակ, ասենք, թե Հայաստանի Հանրապետության գլխավոր նեյրոխիրուրգի կողմից եւ վիրահատությունը նեյրոխիրուրգիական է, ապա ես որևիցե կասկածելու բան չունեմ, թե ինչու է որ այդ որոշումը սխալ է կայացվել։ Գիտեք ինչու եք մտածում, որ այս մարդիկ, այս ազգի ճշնամի, ինչու եք մտածում, որ ինձանից, ձեզանից կամ դիմացի կանգնած անձանցից այդ մարդիկ ավելի պակաս են սիրում բուսաբանական այգին կամ ընդհանուր մեր հայրենիքը։ Ինչու ենք մենք այսպես մտածում։ Չեն հիմնավորում։ Տնօրենը չգիտի ինչ է տեղի ունեցել իր հիմնարկում, իր ղեկավարած հիմնարկում։ Հարգելիներս, բուսաբանական ինստիտուտը գտնվում է Ազգային ակադեմիայի ուրեմն կառույցի ենթակայության տակ եւ Հայաստանի Հանրապետության բուսաբանության ոլորտի համար առաջին ինստիտուտն է։ Նախ ես կոռեկտ չէ, որ տեղյակել չեմ կարող ավելի մանրամասնել, բայց մի բան կարող եմ ասել, որ եթե միգուցե գիշերը, միգուցե չգիտեմ մի քաղաքացի որոշել է դա կտրել, դա դատապարտելի է, բայց միանշանակ դատապարտելի է։ Բայց եթե խորհուրդը որոշում է կայացրել մասնագետների հատելու, ապա ես կասկածի տակ չեմ դնում նրանց մասնագիտական գիտելիքները։ Եթե նույն տրամաբանությամբ քաղաքացին է որոշել հատի, առանց որևէ ինչ-որ փաստական հիմքի ու նույնը անում է գիտահետազոտական կենտրոն։ Դրանց տարբերությունը որն է, որ երկուսի վերջնարդյունքն էլ հատված որ նա ոլորտի պրոֆեսորներ են եւ ակադեմիայի անդամներ կամ ակադեմիկոսներ, իսկ քաղաքացին ասենք թե ով որ կորոշի ծառհատել, այդ ոլորտի մասնագետ չի, հետեւաբար անհրաժեշտություն կա դիմելու մասնագետի եզրակացությանը։ Ինչպես օրինակ բժշկության մեջ է, քաղաքացին չի կարող որոշել դիմացինին վիրահատել իր խելքը ինչքան կտրում։ Քաղաքացին է հատել դատապարտում եք, եթե գիտահետազոտական կենտրոնի համար առաջին նորից եմ ասում ոլորտի խորհուրդը որոշում է կայացրել ծառը հատելու, ես կասկած չունեմ, որ ծառը հատման անհրաժեշտություն է ունեցել։ Ես այդպես եմ մտածում։ Պարոն Բեգյան, հիմա որ մեկնաբանեմ կամ մի հատ արտահայտություն անեմ, կասեք սա քաղաքական է կամ չի վերաբերում, այդ նույն կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո գնաց ասեց Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Բազմաթիվ մարդիկ չեն ընդունում այդ իրողությունը, բայց նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության թիվ 1 մարդը, ներկայացուցիչը, գերագույն գլխավոր հրամանատարը։ Մարդիկ չեն ընդունում այդ իրողությունը, ո՞նց է դա ստացվում։ Ասում եմ, որ թիվ 1 մանիպուլյատորն է, հենց այդպեսի հայտարարություններ ջելնելու։ Ես ձեզ նորից կոռեկտության կոչ եմ անում, ես ստիպված եմ կներեք, բայց նորից կրկնելու հետ կապված այդ նույն վիրավորական արտահայտությունը այլևս չպատասխանել ձեր հարցը։ Չէ, կներեք, դուք Նիկոլ Փաշինյանին դրա համար եք բանանում, բայց դե պատասխանեք, այդ կոնտեքստում պատասխանեք, որ դուք ասում եք թիվ 1 եթե բժիշկը կարող է սխալվել, բայց եթե բժիշկ պրոֆեսորը կամ ավելին ասենք, չգիտեմ, ակնաբուժության համար առաջին մասնագետը կարող է վերջում որոշակի սխալ լինել, իհարկե, չի սխալվում նա, ով որևիցե բան չի անում, տանը իր բազմոցին նստած է, այդ մարդը չի սխալվում, բայց մենք ունենք 99% հավանականություն, որ եթե բժիշկը, մասնագետը, պրոֆեսորը որոշակի որոշում է կայացնում այս հիվանդին այսպես կամ այնպես բուժելու, մենք պարտավոր ենք
հավատալ եւ իրականում ճիշտը դա է։ Հիմա դուք օրինակ սխալվել եք ձեր գործունեության մեջ վերջին օրերին, երբ որ վերջին շրջանում, երբ որ օրինակ նույն սակորաները տնկելու հետ կապված, մյուս ծառայությունների հետ կապված ձեզ շատ քննադատեցին։ Այդ շրջանում օրինակ դուք սխալվել եք։ Ես ձեզ կարող եմ ասել, ես տեղյակ եմ որոշակի հարցումների, ես գիտեմ, որ ազգաբնակչության մոտ 60-ից 70%-ը ողջունում է այդ հիվանդ ոչինչ չանող ծառատեսակների դուրս բերումը Երևանի կանաչ տնկարկներից եւ շատ գոհ է կատարվելիք աշխատանքով եւ մի բան էլ ձեզ համար ասեմ, հարգելիներս, բնության մեջ հավերժ ոչինչ չկա։ Մենք մեղավոր չենք, որ ժամանակին այդպիսի ծառեր են տնկվել արագ կանաչապատելու համար, որոնց կյանքի տևողությունը մի 50 տարի է քաղաքային պայմաններում։ Եվ ցավոք սրտի, լավ կլիներ, որ տնկած չլինեին։ Այդ մասերում էլ տնկած լինեին սոսիներ, կաղնիներ, որոնց կյանքը հարյուրավոր տարիներ է։ Դե հիմի ունենք, այն ինչ ունենք։ Ես նորից եմ կրկնում եւ մնում եմ իմ ասացի այսպես հիմքերում, որ եթե Երևան քաղաքում 30 տարի որևիցե աշխատանք լուրջ կանաչապատման ֆոնդի հետ չի կատարվել եւ հետեւաբար Երևան քաղաքի կանաչ ֆոնդը հասել է այն վիճակին, որ նրան անհրաժեշտ են, եթե կարելի է այսպես ասել, վիրահատական միջամտություններ։ Եթե մարդն էլ 30 տարի ինչ որ խնդիր ունենա եւ չգնա բժշկի, վստահեցնում եմ ձեզ, որ 30 տարի հետո բժշկին այցելելուց հետո 99%, 90-ից բարձր դեպքերում այդ խնդիրի լուծումը արդեն հասած կլինի վիրահատական միջամտության։ Նույնն էլ կանաչ ֆոնդի հետ է եւ սա շատ կարեւոր է։ Եթե այս միջոցառումները մեկնարկած չլինեին, մենք մի քանի տարուց կունենայինք անապատացող Երևան, որովհետեւ այդ ծառերն ապրել են իրենց կյանքը։ Չես կարող 100 տարեկան մարդուն փորձել ինչ որ դեղով պահել, որ նա ապրի։ Հնարավոր չի, այդպես է բնության մեջ։